Կայացնելու համար խոսքը տրվում է պարոն Պապյանին, համեցեք։ Շնորհակալություն, պարոն Հակոբյան, հանձնաժողովի հարգելի անդամներ։ Թույլ տվեք ներկայացնել 24 թվականի ընթացքում ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում իրականացված աշխատանքների վերաբերյալ հակիրճ զեկույց նախ եւ առաջ ըստ էության այսքան մանրամասնությամբ կառավարության զեկույցում չկա, ինչքան ես կներկայացնեմ, որովհետեւ երևի թե ֆորմատը մանրամասնությամբ քննարկելու հանձնաժողովի նիստը ավելի հարմար է։ Նշեմ, որ էկոնոմիկայի նախարարության Իհարկե, էկոնոմիկայի նախարարության կողմից 24 թվականի ընթացքում ըստ էության շարունակվել են ապահովել արտոնյալ առևտրային ռեժիմների կիրառման հնարավորությունների բանակցային գործընթացը երրորդ երկրների հետ առևտրի շրջանակներում։ Շարունակական աշխատանքներ ենք տարել ԵԱՏՄ շրջանակներում երրորդ երկրների հետ նախատեսվող եւ կնքված ազատ առևտրի, ինչպես նաեւ առևտրատեսական համագործակցության համաձայնագրերի շրջանակում տվյալ երկրի շուկա արտադրատեսակների մուտքի ազատականացման ուղղությամբ այս առումով 24 թվականի նոյեմբերին ավարտվել է ԵԱՏՄ Իրան ազատ առևտրի համաձայնագրի ՀՀ-ի կողմից վավերացման անհրաժեշտ ներպատական ընթացակարգերը։ Ավարտական փուլում են ԵԱՏՄ Արաբական Միացյալ Էմիրություններ բանակցությունները, շարունակվում են ԵԱՏՄ Ինդոնեզիա բանակցությունները, ներկայումս իրականացվում է ԵԱՏՄ Մոնղոլիա ժամանակավոր առևտրային համաձայնագիրը ստորագրելու համար անհրաժեշտ ներպատական ընթացակարգերը։ Նշված համաձայնագրի շուրջ վարվող 24 թվականի բանակցային փուլերի ընթացքում հիմնականում քննարկվել են սակագնային ազատականացման հարցերը, ինչպես նաև համաձայնագրի նախագծերի տեքստերի չհամաձայնեցված դրույթները, քննարկվել են նաև համաձայնագրի գիծ ցանկերը, որոնց մեջ ներառվել են ապրանքատեսակների հանդեպ ըստ էության այն արտոնությունները, որոնք կողմերը պատրաստ են միմյանց տալ։ Ըստ էության նշեցի, որ Էմիրությունների հետ ծառայությունների առևտրի եւ ներդրումների մասով երկկողմ համաձայնագրի բանակցությունները ավարտվել են, տեքստը փոխհամաձայնեցված է, գտնվում է իրավական սրբագրման փուլում։ Իրականացված միջոցառումների մասով Հայաստանը պահպանել եւ շարունակել է ակտիվ ներգրավվածությունը Եվրասիական տեսական միությունում ընթացող գործընթացներում, մասնավորապես ի կատարում են Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրությունների Եվրասիական տեսական հանձնաժողովի համապատասխան որոշում ընդունելու նպատակով մշակվել է եւ հանձնաժողով է ներկայացվել առանձին գյուղատնտեսական ապրանքների 25 թվականի պահանջարկի եւ առաջարկի համատեղ ինդիկատիվ հաշվեկշիռները։ Նշվածը ուղղված է երաշխավորելու ռազմավարական կարևորություն ունեցող պարենի, մասնավորապես ցորենի ներմուծումը Ռուսաստանից եւ ԵԱՏՄ այլ երկրներից պայմանային անվտանգության լիարժեք ապահովելու նպատակով։ Վերամշակում մաքսային տարածքից դուրս մաքսային ընթացակարգի կիրառմամբ ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող եւ ՀՀ տարածքից երրորդ երկրներից ներմուծվող թանկարժեք մետաղների եւ թանկարժեք մետաղների մասով պատված մետաղների նկատմամբ քվոտա սահմանելու մասին որոշմամբ Հայաստանի համար նախատեսվել է ոչ սակագնային քվոտա։ 24 թվականին առանց ներմուծման մաքսատուրքի ՀՀ տարածք է ներմուծվել էլեկտրական շարժիչով 8000 մեքենա, 25 թվականի համար եւս սահմանվել է նույն քվոտան։ Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում կազմակերպվել է Եվրասիական տեսական ֆորումը, որին մասնակցել է շուրջ 2000 ներկայացուցիչ։ ԵՏՀ կոլեգիայի համապատասխան որոշումներով հաստատվել են նախաձեռնողական առաջարկներ 24-25 թվականների ընթացքում երրորդ երկրներից ՀՀ ներմուծման մի շարք ապրանքների մաքսատուրքի զրոյականացման մասով ջութե, մանրաթել, քիմիական, սինթետիկ թելեր, կարի թելեր, կայծակ ճարման եւ այլն։ ԵԱՏՄ շրջանակներում կնքված ազատ առևտրի մասին համաձայնագրի, ինչպես նաև ԵԱՏՄ անդամակցության պայմանագրից բխող պարտավորությունների շրջանակում Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է սակագնային արտոնություն քվոտա մի շարք ապրանքատեսակների ներմուծման արտոնյալ դրույքաչափերի կիրառման մասով, մասնավորապես խոշոր եղջերավոր անասունների միս, խոզի միս, ընտանի կենդանիների միս, կատնային շիճուկ, վիետնամական ծագման բրինձ, սերբական ծագման պանիրներ եւ ծխախոտ։ Եվրասիական վերապահովական ընկերության հիմնադրման մասին համաձայնագրի շրջանակներում Եվրասիական վերապահովական ընկերության եւ Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության միջև կնքվել է վերապահովագրության հիմնական պայմանների մասին պայմանագիրը, որի շրջանակներում վերապահովագրության նպատակով
ներկայացվել է 31 հարցում, որից 26-ը հաստատվել է մոտ 13 միլիոն ամերիկյան դոլարի չափով, 3-ը մերժվել մոտ 2.3 միլիոն ամերիկյան դոլարի չափով եւ 2-ը քննարկման փուլում է 1.1 միլիոն ամերիկյան դոլարի չափով։ Մի քանի նաեւ թվեր ձեր թույլտվությամբ ներկայացնեմ։ Ուրեմն ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը աճել է նախորդ տարի 154%-ով։ Այո։ Մասնավորապես Ռուսաստանի դեպքում ուրեմն 156.5%, Բելարուսի 191, Ղազախստանի դեպքում 76.4, Қырғызստանի դեպքում 50.1%։ Ну 50.1% նկատի ունենք Қырғызստանի եւ Ղազախստանի դեպքում որոշակիորեն կրճատվել է, մասնավորապես օրինակ Ղազախստանը 110-ից դարձել է 84 միլիոն, Қырғызստանը 29-ից 14.6 միլիոն, այո, Բելարուսի դեպքում 188-ից աճել ենք 205, Ռուսաստանի Դաշնության դեպքում 7.9 միլիարդից 12.4 միլիարդ, այո, 12.4, Ղազախստանի եւ Қырғызստանի դեպքում նվազման հիմնական պատճառը ավտոմեքենաներն են եղել եւ ըստ էության առևտրի մեծ մասն էլ եղել է, այո, ավտոմեքենաները, գիտեք, գիտեք, նախկին Ռուսաստանի Դաշնությունը որոշակի կարգավորումներ մտցրեց մեքենաների հետ կապված, որի պատճառով ըստ էության որոշ տեսակի ավտոմեքենաների, մասնավորապես 2 եւ ավելի մեծ շարժիչ ունեցող մեքենաների առևտրաշրջանառությունը նվազեց, դա նաեւ իր ազդեցությունն ունեցավ նաեւ Ղազախստանի դեպքում, այնտեղ եւս որոշակի կարգավորումներ մտան, ամեն դեպքում հիմնական պատճառները դրանք են եղել, բուն մշակող արդյունաբերության հետ կապված բացական միտումներ չենք տեսել։ Ավարտեցիք։